Կլասիկ մանիպուլյացիա է Սիվիկեյեմի արածը վաղաշապատի ընտրություններից ընդամենը 2 օր առաջ, ասում են Հայաքվե նախաձեռնության անդամները։ Իշխանական լրատվամիջոցը քարոզարշավի ամփոփման օրը ինչ-որ սոցհարցում է հրապարակել, ըստ որի առաջատարը ԿՊ-ն է։ Սիվիկեյեմը այդ սոցհարցումը հրապարակել է առանց նշելու, թե որտեղ է անցկացվել այն և քանի մարդ է մասնակցել դրան։ Այդ հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց Ալեն Սիմոնյանը ենթադրաբար նույն սոցհարցմանը հղում անելով ասել է, թե գոհ է ԿՊ-ի դիրքերից։ Այս հարցումներով ես գոհ եմ։ Օրենքի կոպիտ խախտում է, ինչպես իշխանական Սիվիկի թերի սոցհարցումը, այնպես էլ էջմիածնում ազգային ժողովի նախագահի հայտարարությունը, ահազանգում է Հայաքվեն։ Ըստ դիտորդների, իշխանավորի շուրթերից հնչած այդպիսի խոսքերը ավելի շատ կարող են ազդել ընտրողների վրա, քան 100 քարոզչական պաստառ։ Պատկերացրեք, դուք աջակցում եք մի քաղաքական ուժի, որը այդ հաղորդագրության մեջ իրան ասում են, որ այդ ուժը ստանալու է ընդամենը 2% ձայն։ Այսինքն շեմը չի հաղթահարելու։ Մեծ հավանականությամբ, եթե դուք ընտրող եք, դուք այդ ինֆորմացիան ստանալուց հետո կարող եք մտածել հետևյալ կերպ, եթե միևնույնն է, ինքը չի ստանալու այդ շեմը, ես ավելի լավ ընտրության չգնամ։ Եվ կարող է արդյունքում դուք չգնաք ընտրության, եւ այդ ուժն էլ չստանա այդ ձայները եւ արդյունքում չհասնի շեմը։ Վաղաշապատում աչք ծակող ընտրախախտումներից մեկը ընտրատեղամասերի առաջ կուտակումներն են եղել։ Հայաքվեն արձանագրել է, որ Խոյ համայնքում ընտրատեղամաս տանող միակ ճանապարհին մարդիկ են հավաքված եղել ու ըստ էության ուղղորդել են ընտրության գնացողներին։ Երիտասարդից միջին տարիքի տղամարդիկ սպորտային համազգեստներով կամ սև բաճկոններով եւ այլն շատ իրար նման էլի, նայում ես մարդկանց ոնց որ բոլորը նույն ընտանիքից լինեն, 30 հոգի, 40 հոգի, մոտենում ես իրանց ասում են, չեք այստեղ կուտակված, ասում են մեր գյուղն է, միշտ այստեղ ենք հավաքվում։ Կուտակումներ եղել են նաև տեղամասերի ներսում։ Ինչ որ մարդիկ նեղլիկ ընտրատեղամասերում ուղղորդել են ընտրողներին։ Մեկ անգամ ստուգում էին մուտքից դուրս, հետո մեկն էլ իրենց հորդորով ներսում էր ստուգում, արդյոք քվեարկեց, ճիշտ քվեարկեց թե չէ եւ համապատասխան նշում էին դնում։ 19 տեղամասի շենքի վրա 19 թվի փոխարեն փակցված է եղել տեխնացուներից մեկի քարոզչական պաստառը։ Այսինքն մենք նայում ենք տեղամաս, որտեղ պիտի լինի համարը տեղամասի մարդիկ գնան քվեարկության, տեսնում ենք համարը չկա, բայց փակցված է տեխնացուներից մեկի պաստառը։ Այսինքն ստացվում է, որ մարդիկ գնում են այդ տեղամաս այդ մարդուն քվեարկելու։ Որոշ ընտրատեղամասերում էլ բաց քվեարկություններ են արձանագրել Հայաքվե դիտորդները։ Դեպքեր են եղել, որ մարդիկ մոտեցել են ընտրական հանձնաժողովին եւ պահանջել միայն 7-րդ համարի քվեաթերթիկը։ Այս ընտրությունները աչքի են ընկել ընտրախախտումների աննախադեպ բարձր մակարդակով։ Մանավանդ նախկին Խոյ համայնքի տարածքում Հայաքվեն արձանագրում է, որ թեև քվեարկությունն ընդհանուր առմամբ ազատ է եղել, ընտրական ամբողջ գործընթացում տեղի են ունեցել քաղաքացիների ազատ կամքի վրա ազդող միտումնավոր գործողություններ իրենց հետևանքներով։ Լանա Ամբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։